Ժողովուրդ, փաստորեն այդ երկու կետը, որ համաձայնագրել են մերոնք, то есть նրանց ասածները ընդունում են, զիջումներ ենք անում մենք նորից, դա վզայմնի իսկերն ենք հանում ու ամենակարևորը, որ միջազգային նաբլուդատիլներն ենք հետ ուղարկում, են իսկերը հլը չնայած շատ ցավոտ է, որտև մենք շահում էինք, հլը այդ ոչինչ, որովհետև դա վսյոտիկի ռեկոմենդացիլնի դեր է խաղում, իրանք չեն պարտադրվում դա կատարեն, ուղղակի ասում են, հա դուք շահել եք, Ադրբեջանը պետքա անի, բայց նա չի անում и всё, տենց էլ մենք էինք անում, նրանք 30 տարի 4 հատ ռիզոլյուցիա էին շահել մեր դեմ, բայց մենք չէինք ընդունում, չէինք անում, դա ռեկոմենդացիլնի խարակտեր ունի, այդ հլը ոչինչ, լավ, բայց այն, որ հետ ենք ուղարկում եվրոնաբլուդատիլներին, մենք ամբողջ ժամանակ սպասում ենք, որ դրանից հետո արդեն հաջորդ քայլը լինելու է, որ իսկական վայենիներ ուղարկեն, որ արդեն զինվորներ լինեն, որ ոչ թե նաբլուդատիլներ, այ իսկական զինվորներ ընդեղ լինեն, որ մեր սահմանը ապահով լինի, սրանք էլի կհարձակվեն մեր վրա, սրանց վրա հույս չկա, կպայմանագիր կնքեն ու կհարձակվեն հենց տենան դուրս են գալիս, то есть մեր ուզածը այն էր, որ նրանց նաբլուդատիլների փոխարեն բերենք արդեն զինվորներ միջազգային, ինչի չենք անում, ժողովուրդ, կարող է մենք դիմում ենք, բայց Եվրոպան մերժում է մեզ, ինչն է հարցը, ինչի ոչ մի բան մենք չենք ստանում պետությունից, ոչ մի պատասխան չենք հասկանում, տենց հա, տենց չի, կարող է մենք դիմում ենք, Եվրոպան մեզ մերժում է, բայց ինչի է մերժում, ինչի պետքա բոլորին օգնի ուղարկի, Կոսովո ուղարկի, ամենտեղ ուղարկի միջազգային վայենիներ, իսկ հենց մեր մոտ չանի, մենք չենք դիմել, բայց եթե ուղարկել են նաբլուդատիլներ, ուրեմն մենք դիմել ենք, չէ, բա վայենիներ չենք դիմում, ժողովուրդ, ինչա պետք անել, պետքա միտինգների դուրս գալ, ինչա, սենց թողենք այդ հարցը տենց, ընդունենք բոլոր զիջումները, հետո էլ արդեն Ալիևը ասել է, որ զենք չպիտի ստանան, կոնստիտուցիան պետքա փոխեն, то есть սրանք արդեն մենք ընդունեցինք, Նիկոլն էլ ասում է, մենք ընդունեցինք, որտև տեսանք, որ իդեալնի ֆորմուլիրովկա չի ստացվում, ոնց, չի ստացվում, իսկ եթե չընդունենք, ինչ է դա լինում մեզ, պատերազմ, եթե պատերազմը, եթե չենք ընդունում իրանց ասածները, այս երկուսը չենք զիջում, ուրեմն ինչ դրանից հետո պատերազմ, իսկ եթե մենք դիմում ենք Եվրոպային, ասում ենք ուղարկեք միջազգային վայենիներ, պատերազմ էլ չի լինի, բայց կարող է Եվրոպան չի ընդունում այդ մեր ասածը, ոչ մի բան չենք հասկանում, ժողովուրդ, ոնց կարելի է տենց պետություն ունենալ, որ իրանցից ոչ մի պատասխան չենք հասկանում, ոչ մի պատասխան չենք ստանում, ոչ մի բացատրություն չկա, մենակ սենց post factum ենք իմանում, որ արդեն էս է ստացվել, բա հետո կատաստրոֆիկ վիճակ է, ժողովուրդ, ես սենց մանթո, սենց վատ ես եղել եմ մեկ էլ պատերազմի օրերին, այս 4 տարվա մեջ ես այս սենց վատ եղել եմ պատերազմի օրերին, մեկ է ջերմոկի կռվի ժամանակ, ու հիմա այս վիճակը, սենց չի լինի ժողովուրդ, չի կարելի, պասիվ չի կարելի լինել,